Հրապարակ թերթը գրում է Երևանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից որոշել է նոր Նորքի համայնքի հիմնադրման օրը նշել, հատկացնելով 8 միլիոն դրամ։ Նաև ջազի փառատոն է անցկացնում 34 միլիոնով գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-ից 9։ Թումանյան Փարպեցի փողոցների խաչմերուկում Երևանի գինու օրեր անվանումով միջոցառումը Շարլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց տարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առևտրային կազմակերպությանը Նումա ՍՊ-ին։ Մայիսի 20-ին այդ առևտրային կազմակերպությանը Երևանի բյուջեից 13 միլիոն 753 հազար դրամ է հատկացվել, որպես հիմք նշված է Նումա ՍՊ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը։ Ստացվում է, որ փոխանակ առևտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծիպետությանը դիմում է քաղաքապետարանին։ Քաղաքային բյուջեից փող է ստանում, փող է աշխատում նաև միջոցառումից։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործող Նումա ՍՊ-ն առաջին անգամ չէ, որ գումար է ստանում պետությունից։ ՍՊ ղեկավարը նույն ինքը Event Tour-ը ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանն է, որը գրեթե ամեն տարի գումար է ստանում Երևանի գինու օրեր կազմակերպելու համար։ 2021-ին օրինակ մոտ 2.5 միլիոն դրամ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։ Փաստորեն տարեց տարի ընկերության ախորժակը բացվում է եւ գինու օրերն ավելի ու ավելի թանկ են նստում Երևանի վրա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նաուբանդյանը կրկին հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ 2024-ի սկզբին նա գնել էր Օազիս սուպերմարկետների ցանցը շուրջ 300 միլիոն դրամով, սակայն պայմանագրով հաստատված վերջին 60 միլիոն դրամը պարզապես հրաժարվել է վճարել, անգամ դատարանի մասնակցությամբ փաստացի ընդունելով պարտքը։ Նույն Project Invest ընկերությունը, որ ամենաթանկ գույքերն ու ձեռնարկությունները արտոնյալ պայմաններով գնում է, դատարանում անգամ չի առարկել, որ պարտք է Օազիսին, սակայն միաժամանակ փախուստ է տալիս փաստացի ըստ հետքի չի վճարում։ Նաուբանդյանը հիշեցնենք վերջին տարիներին պետական ռեսուրսների բարեգործական սեփականաշնորհումների ճանապարհով ձեռք է բերել ոչ միայն Ծաղկաձորի Golden Palace-ը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ դրված առանձնատունը, այլ նաեւ Ծիրան եւ 88 սուպերմարկետների ցանցերը։ Իշխանության գծով մտերմությունը Հայաստանում շարունակում է գերազանցել իրավական պետության պանջներին։ Հրապարակ թերթը գրում է ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որի նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել 1 կամ 4 ամիս ծառայելու համար։ Կառավարությունը գումարն ավելացրել է դարձնելով 18 եւ 24 միլիոն դրամ։ ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսին։ Ուստի 1 ամսվա կետից ընդհանրապես պետք է հրաժարվել, որպեսզի մի քանի ամիս երիտասարդը բանակում անցկացնի։ Այսինքն փոխանակ արատավոր երևույթը վերացնեն, օրենքով թույլատրում են մի տարբերությամբ, որ առաջ զինկոմիսարիատի աշխատողին էին փողը տալիս, հիմա կտան Փաշինյանին ու ՔՊ-ին։ Փաստորաթերթը գրում է ժամանակը արագ է թռչում եւ արդեն հաջորդ տարի Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ժամկետը լրանում է, սակայն նա կանի ամեն ինչ, որպեսզի վերընտրվի։ Փաշինյանն իր գրպանում ունի այնպիսի խոստումներ, որոնք կարող են գրավել հայ ընտրողներին։ Խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, Եվրամիության ուղին, խաղաղության խաչմերուկ նախագիծը, սրանք բոլորն էլ այն խաղաքարտերն են, որոնց միջոցով քաղաքացիական պայմանագիրն ակնկալում է հաղթել իր մրցակիցներին։ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի խոստումն արդեն մաշված խաղաթուղթ է։ Այս կետն իշխող կուսակցությունն օգտագործել է նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն քանի դեռ համաձայնագիրը դեռևս չկա, ինչու կրկին չգայթակղել ընտրողներին։ Պարզապես պետք է ասել, թույլ տվեք Նիկոլին ավարտել այն գործը, որը սկսել է եւ որի համար երկիրը զոհաբերել է այդքան շատ բան։ Ինչու դեռևս պայմանագիր չի կնքվել։ Արտաքին գործերի նախարարությունն միամիտ ձեռքերը տարածում է Ադրբեջանը ինչ-որ պատճառով ձգձգում է գործընթացը, ինչպիսի անակնկալ եւ զարմանալի իրավիճակ, բայց դեռ մի փոքր էլ սպասենք եւ ամեն ինչ կլինի, Եվրամիությունը կօգնի։ Այնուամենայնիվ ցանկացած ոք, ով հետևում է այս թեմայի վերաբերյալ, Ալիևի հայտարարություններին կհասկանա, որ Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր առանց դրանում ներառելու մեր երկրի համար անընդունելի պահանջները։ Ներկա իշխանությունները հաճախ մեղադրում են իրենց քաղաքական հակառակորդներին, որ նրանք ոչինչ չեն կարող առաջարկել։
Իսկ քաղաքացիական պայմանագիրը այդպիսին չէ, այն շատ բան է առաջարկում։ Ուղղակի ճշմարտությունն այն է, որ այս առաջարկներից եւ խոստումներից ոչ մեկը չի կարող իրականացվել։ Բացի միգուցե խաղաղության պայմանագրի ստորագրումից, բայց Ադրբեջանի պայմաններով։ Հրապարակ թերթը գրում է, Ռուսաստանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական կյանքով։ Հայաստանի հարցերով նոր կուրատորը Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ծանոթանում է իրավիճակին։ Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա, թեև 1-2 ամիս առաջ էր եղել։ Նախորդի երեկոյան վերադարձել է, իսկ թե ինչ են ասել իր ականջին, Կրեմլում թիմին դեռ չի տեղեկացրել։ Նախորդ այցից հետո նա ասուլիս հրավիրեց եւ ազդարարեց իր ակտիվանալու մասին։ Ըստ լուրերի, այս անգամվա թեման եղել է իմպիչմենթի հարցը, եւ չի բացառվում, որ մոտ օրերս հայտարարություն եւ ինչ որ քայլեր կձեռնարկվեն։ Չի բացառվում, որ Քոչարյանին հորդորել են այդ հարցում շատ կատեգորիկ չլինել եւ նրա հետ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել։ Իդեպ հանդիպումն ու քննարկումը ոչ թե Կիրիենկոյի հետ է եղել, այլ Հայաստանի հարցով առավել մասնագիտացված կրեմլյան այլ պաշտոնյայի։ Հրապարակ թերթը գրում է, չի բացառվում, որ խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով դիմաց Արթունենք շարժումը վարչապետի իր թեկնածուին առաջարկի падգամավորներին, եթե այս իրավիճակը ձգվի եւ որևէ թիմ թեկնածու չառաջադրի։ Հայաստան դաշինքը առաջինն արձագանքելով իմպիչմենտի գործընթացին պատրաստակամություն հայտնեց տալ 28 падգամավորի, այսինքն ողջ ֆրակցիայի ստորագրությունը, եթե լինի հարմար թեկնածու եւ 8 ստորագրություն։ Պատիվ ունեմը հայտարարեց, որ այս պայն չունի թեկնածու, պատրաստ է առանց նախապայմանի քննարկել որևէ թեկնածուի եւ նախաձեռնել գործընթաց, սակայն Էդմոն Մարուկյանին թեկնածության ի հայտ գալուց հետո պարզվեց, որ թեկնածուի հետ կապված այնուամենայնիվ պայմաններ կան։ Նա չպետք է 20 թվականից հետո համագործակցած լինի գործող իշխանությունների հետ։ Եթե երկու թիմերը ձգեն թեկնածու որոշելու հարցը, ապա հնարավոր է նախաձեռնողներն ազգային ժողովին առաջարկեն ԱԱԾ նախկին տնօրեն հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Թերևս նման հնարավոր զարգացումներով է պայմանավորված, որ վերջին օրերին քաղաքական որոշ շրջանակներ հակաքարոզություն են սկսել Վանեցյանի դեմ, չնայած նրան, որ նա քաղաքական ակտիվություն առանձնապես չի դրսևորում։